Սիրելի ընկերներ, մենք շարունակում ենք զրուցել օրվա կարևորագույն թեմայի համատեքստում այս պահին իմ զրուցակիցն է դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, բարև ձեզ պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում այս պահին, ազգակործան պատուասը հերթական քաղաքական հետապնդման շքերթն է ըստ էության սկսել եւ ինչպիսի գնահատական դուք կտաք պատուասի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ շինծու հետապնդման համատեքստում։ Երեք ես YouTube-յան ալիքում իմ արդեն այս թեմային անդրադարձ կատարել եմ, ըստ էության իմ կարծիքով գլխավոր խնդիրը այս կամ այն անձը չի կամ նույնիսկ եկեղեցին չի։ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իր առջև տոտալիտար համակարգ հաստատել Հայաստանում, դա քաղաքական այն համակարգն է, գիտեք, երբ իշխանությունը որևէ կուսակցություն կամ անձ որոշում է տոտալ վերահսկողություն հաստատել կյանքի բոլոր ոլորտերում, քաղաքական կյանք, տնտեսական կյանք, սոցիալական կյանք, հոգևոր կյանք, մշակութային կյանք, եւ ահա այս մտադրության համատեքստում Նիկոլ Փաշինյանը որոշել է թիրախավորել մեր կյանքի բոլոր հնարավոր կենտրոնները դիմադրության, մեր հասարակության, այս կոնտեքստում է տեղավորվում այն, ինչի ականատես ենք մենք լինում։ Եկեղեցու դեմ արշավը, Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցողը, որը դերևս ընթացքի մեջ է, մենք տեսնում ենք շինծու քրեական հետապնդում, դրան անշուշտ կանդրադառնանք, տեսնում ենք սեփականության վերաբաժանման ակնհայտ փորձ, որովհետև փորձ է արվում հեծեր ազգայնացնել, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն է, ինչի համար է սա անում Նիկոլ Փաշինյանը։ Ըստ երևույթին նա եկել է մի գիտակցման, որ անգամ ավտորիտար համակարգը, որը նրա իշխանության առաջին իսկ օրից եղել է, չի կարող երաշխավորել նրա իշխանության վերարտադրությունը 2026 թվականին, եւ նա 2026 թվականից առաջ մեկ տարի առաջ որոշել է տոտալիտար կառավարման համակարգ երկրում հաստատել, որպեսզի ընտրությունները կորցնեն իրենց բովանդակությունը, վերածվելով ֆորմալ մի միջոցառման։ Սա է նրա գլխավոր նպատակը։ Անշուշտ այս ձգտումների մեջ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է նաև թշնամական կենտրոններից ստացած պատվերներով կամ փորձում է նրանց հաջողանալ, ուզում եմ ասել, նրա մոտիվները բազմաշերտ են, բայց հիմնական նպատակը տոտալիտար համակարգ կայացնել։ Իդեպ մեկ հավելում անեմ, Սամվել Կարապետյանը այն անձնավորությունն է, որի նկատմամբ Ադրբեջանում գլխավոր դատախազությունը հետախուզում էր հայտարարել տարիներ առաջ։ Սա չի բացառում իմ ասածը։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը ինչի է ձգտում տոտալիտար համակարգի։ Նաև այն պատճառով, որպեսզի անխոչնդոտ կարողանա կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները, որտեղ միայն այդ ճանապարհով նա կարող է այդ կենտրոններից ստանալ սեփական իշխանությունը պահպանելու ինդուլգենցիա։ Պարոն Սուրենյանց, արդեն հաստատվեց, որ հունիսի 20-ին Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, ինչ կանխատեսումներ կարող ենք անել եւ ինչ վտանգների սպասենք։ Տեսակետներ կան, որ նա իր այս քայլերով փորձ է անում հանրության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր հարցերից, տարածաշրջանում ընթացող պատերազմից, ինչպես նաև իր Թուրքիա կատարելիք այցից։ Տեսեք, ով տևական ժամանակ հետևում էին հրապարակային քաղաքական գործունեությանը, կարող է հաստատել, որ ես մշտապես հայ-թուրքական դիալոգի կողմնակիցն եմ եղել։ Բայց երբ որ ես
խոսում էի հայ-թուրքական դիալոգի անհրաժեշտության մասին, ու նման շատերը մենք նկատի ունենք արժանապատիվ դիալոգի հաստատումը, սա այդ դեպքը կլիներ, եթե Հայաստանը սեփական օրակարգով, ինչպես օրինակ ձգտում կար ֆուտբոլային բանակցության շրջանակներում, սեփական օրակարգով փորձեր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, դրան բոլորս կողմ կլինեն։ Բայց հիմա ինչ է տեղի ունենում։ Ես խորապես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը Անկարա է մեկնում ոչ թե սեփական օրակարգով, այլ գնում է խաղաղություն կոչվող այդ թղթի կտորի դիմաց ընդունելու Անկարայի նախապայմանները, այսինքն գործելու է մի սկզբունք, որ Նիկոլ Փաշինյանը կատարելու է թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքը սեփական իշխանությունը պահպանելու երաշխիքների դիմաց։ Ընդհանրապես, այստեղ մի կարևոր ասպեկտ էլ կա, որի վրա մեր հասարակության ուշադրությունը ուզում եմ հրավիրել։ Երբ չկան հայ-ռուսական բնականոն հարաբերություններ, այսինքն այդ հարաբերություններից վերացված չէ տոքսիկ բաղադրությունը, բոտոքսիկ բաղադրիչ է, կներեք, այդ պարագայում ակնհայտորեն Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսը ախտվում է եւ հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե ռիսկերի կառավարմանն են միտվում, այլ մեծ վտանգի առաջանում, որ մենք կհայտնվենք թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Այսինքն այստեղ էլ պետք է բալանսը պահել եւ Թուրքիայի հետ դիալոգը զուգակցել հայ-ռուսական բարձր որակի հարաբերությունների հաստատման։ Մենք տեսնում ենք, որ նման բան չկա, ավելին իմ մոտ հաստատուն տպավորություն է ձևավորվում, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ձգտում է անվտանգության ռուսական թեկուզ անկատար հովանոցը փոխարինել թուրքական հովանոցով, սա կատարյալ արկածախնդրություն է, որը նոր ողբերգության էջ է բացելու Հայաստանի համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարևոր մեկնաբանության համար, սիրելի հայրենակիցներ, թեմայի վերաբերյալ ես զրուցեցի քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Շարունակեք մնալ ուղիղ եթերում, կհանդիպենք։